Եվ ինձ սիրելիներ, պիտի հաշտվենք ամոթի, ապօրինությունների, զրպարտությունների, ստի, կեղծիքի, չարախոսությունների, եկեղեցու դեմ հալածանքների, հայի ինքնության դեմ պայքարի և տեսակ երևույթների հետ։ Եթե պետք է մեկ մարդով որոշվի, թե ով է ազատության մեջ լինելու, իսկ ով ամբաստանյալի, մեղադրյալի աթոռի վրա նստելու, ով պետք է հարստանա, իսկ ով աղքատանա, ով պետք է արդարացվի, իսկ ով պետք է մեղադրվի, ով է իրական հավատացյալը, իսկ ով ոչ, ինչպիսին պիտի լինի եկեղեցու կանոնադրությունը, հազարամյակների մեր ավանդությունը անտեսելով, ում հավատքն է ավելի զորավոր, իսկ ումին ավելի տկար։ Եթե մենք այս հայրենիքն ենք երազում, ապա այն ստացակ։ Այսօր, սիրելիներս, անտարբերության, խորը քնի մեջ քնածների դեմ ուղղում խոսքս, կարծում եք, թե եթե պրոբլեմը, խնդիրը, այդ արհավիրքը ձեր դուռը չի թակել, ուրեմն այն երբևիցե ձեր դռանը չի մոտենալու, սխալվում եք։ Եթե այսօր մենք աչք փակենք մեր երկրի, մեր հայրենիքի ներսում տեղ ունեցող այդ ապօրինությունների վրա, ապա վաղը յուրաքանչյուրի դուռն է թակելու այդ խնդիրն ու պրոբլեմը։ Ուրեմն ամսի 28-ին ժամը 16:30 հերթական ապօրինի դատական նիստը կամ լսումները պետք է տեղ ունենան ընդդեմ ամենայն հայոց հայրապետի և բարձրաստիճան մեր 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսների։ Սիրելիներս, այս ամեն ինչին մեկ բառ կամ մեկ ձևակերպում կարելի է տալ, այն է բռնապետություն, ժողովրդավարության կեղծ քողի տակ ակնհայտ բռնապետության հատուկ երևույթներ են սրանք, այն ինչը որ ես թվարկեցի։ Բոլոր ժամանակներում մեր ինքնության թշնամիները լավ հասկացել են, որ հայ մարդուն ոչնչացնելու միակ տարբերակը իրեն իր հավատքից կտրելն է, իրեն իր եկեղեցուց կտրելն է, իսկ այն ինչպես կարելի է։ Անգամ խորհրդային տարիների բռնաճնշումները հայ մարդուն իր հավատքից չկտրեցին։ Բազմաթիվ մեթոդներով փորձել են, բազմաթիվ ձևերով փորձել են, այսօր բայց ամենագարշելի, ամենազազրելի ճանապարհն են ընտրել, պախառակելով հայ հոգևորականի կերպարը հայ հավատացյալի կյանքում կամ ընկալումներում։ Ամենադատապարտելի երևույթը։ Ասում է, մարդկանցից չի ամանչում, Աստծուց էլ չի վախենում։ Եվ վայ է ձեզ, եթե դուք անտարբեր մնաք այս ամեն ինչին։ Վայ է ձեզ։ Եթե այսօր ազգը, մեր ազգը այսօր հաշտ լինի այս ամեն տեսակի ապօրինությունների հետ։ Այստեղ միայն ամենայն հայոց կաթողիկոսին չէ, որ պետք է դատարան տանեն։ Այստեղ յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պետք է դատարան տանեն։ Ձեր ճակատներին Սրբայլույս Միրոնի դրոշմով մենք բոլորս մեկ ենք։ Մեր ինքնությունն են դատարան տանում։ Մեր հավատքն են դատարան տանում, մեր տեսակն են դատարան տանում, և այդ ճանապարհով ուզում են վախեցնել և լռեցնել։ Օրեր առաջ անթաքույց ձևով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ազգային ժողովի ամբիոնից եկեղեցուն մեղադրում էր, իբրև թե մենք պատերազմի կուսակցություն ենք կամ պատերազմ ենք հրահրում ու սադրում։ Երբ որ Արցախ
աշխարհը մեր աղոթներում հիշում ենք։ Պատկերացնում եք, այլևս գրաքննության է ենթարկվում ամեն ինչ։ Այն ինչը, որ չի համապատասխանում օրվա իշխանությունների որդեգրած օրակարգին, դա համարվում է հակապետական։ Խորհրդային տարիներին ասում են ժողովրդի թշնամի։ Հիմա նույն ձևով այս իշխանությունները ժողովրդի թշնամի են հռչակում այն մարդկանց, ովքեր որ հաստ չեն իրենց բռնած քաղաքականության հետ։ Իրենց ազգուրած, ինքնաոչնչացման կոճակը արդեն սեղմած, հետ հաշվարկը սկսած քաղաքականության հետ։ Եթե խոսում եք ինքնիշխանությունից, բայց վախենում եք ձեր հարևան պետություններից, թե ինչպես կմեկնաբանեն կամ ինչ կմտածեն մեր մասին, վայ է ձեզ, դուք ինքնիշխանություն չունեք, դուք ստրուկներ եք, ստրուկներ կախված դարավոր թշնամիների կամքից, ով հային սպանելուց գերագույն հաճույք է ստացել և հայի արյունը դեռ իր ձեռքերի վրա չի չորացել։ Դուք այդ ստրուկն եք և չկարծեք, թե դուք ազատ եք։ Ազատության պատրանքով ձեզ խաբում են և ստրկության են մատնում։ Դուք ստրուկներ եք, դուք նկատի ունեմ իշխանություններ այսօրվա, ովքեր որ քաղաքական պատվեր են իջեցրել դատարանների վրա և ապօրինի դատաքննություններ են կազմակերպում, պախառակելու համար մեր հոգևոր առաջնորդին, ամենայն հայոց կաթողիկոսին և մեր եկեղեցուն։ Դուք ստրուկներ եք ձեր վախերի։ Դուք ձեր վախերի ստրուկներն եք։ Աստված օրհնի մեր ազգին, անսասան պահի մեր հավատքը հեռաքելական Սուրբ եկեղեցին և նրա գահակալին, ամենայն հայոց հայրապետին, Գարեգին II կաթողիկոսին։ Օրհնված լինեք, ժողովուրդ ջան, ամուր մնացեք ձեր հավատքի մեջ և այս սադրանքներին, այս խաբեական ստերին, ծաղր ու ծանակին տուրք մի տվեք, այլ համարձակություն ունեցեք չար բանին դեմ գնալու։ Եվ հիշեք, որ ամեն չար բան մի օր ավարտվելու է։ Եվ դուք որոշեք, թե դուք ում կողմ եք բռնելու։ Աստված օրհնի ամենքիդ։